Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, իսկապես շատ կարևոր փոփոխություններ են, ինչի համար, որովհետև մեզ տնտեսվարողները հաճախակի դիմում են, ինձ կոնկրետ դիմել են, որ մաքսային մարմինները ինչ-որ կասկածների պայմաններում բեռները թողել են եւ շատ երկար ժամանակ լուծում չկա, ասենք ոչ դա ասենք հետ են վերադարձնում, ոչ որևէ որոշում են ընդունում։ Հիմա որ դուք արդեն նշեցիք ժամկետները, որ պարտավոր են 10 օրյա ընթացքում որոշում տալ, սա արդեն հրաշալի որոշում է։ Ես ուղղակի խնդրեի, որ տնտեսվարողին պաշտպանող մեխանիզմ էլ տանք, որ օրինակ, եթե իսկապես մենք այդ օրենք ընդունում ենք, բայց 20 օր, 1 ամիս իսկապես չի տրվում այդ որոշումը, թե ինչպիսի որոշում է ընդունվել տվյալ գործի վերաբերյալ։ Ինչ կարող է անել, ասենք, տնտեսվարողը, որպեսզի հատկապես ինձ շատ են մարզերից դիմում, անօգնականության խնդիր կա, ասում են, չգիտենք ում դիմենք։ Ես եղել եմ, որ գրավոր ձեզ դիմել եմ խնդրելով այս հարցն այլ եւ դուք օպերատիվ արձագանքել եք, բայց ընդունենք, որ ես չէի կարողանում, տնտեսվարողը ուղիղ կարողանա իր խնդիրով դիմել ձեզ, շնորհակալ եմ։ Իրականում տենց լրիվ հայեցողական տիրույթից տեղափոխվում ենք խաղի կանոնների հստակեցման տիրույթ։ Հիմա ձեր ասածը ամբողջությամբ այստեղ կարգավորվում է, երբ որ մենք ասում ենք 10 օր ժամանակ ունի ստուգումը ավարտելուց հետո ակտը կազմի, դա նշանակ եւ միաժամանակ էլ ասում ենք մաքսային տեսուչը պետք է մաքսային որոշումը արդեն ակտում արձանագրի եւ հետո ուղարկի արտանողին ներմուծողին, իրենք արդեն միանգամից տեսնելու են այդ ամեն ինչը ու 10 օր ժամանակ են ունենալու իրենց առարկությունները ներկայացնելու, այսինքն այստեղ ամեն ինչ շատ հստակ է։ Եվ հնարավորություն կա նախ այդտեղ կարծիք հայտնելու, եթե այդտեղ օրինակ բանավեճ եղավ, ակտը կկազմվի, ակտը հնարավոր է նաև բողոքարկել մեր բողոքարկման հանձնաժողովում, այդտեղ էլ հնարավորություն կա քննարկելու եւ իհարկե նաև դատական կարգով հետագայում։ Բայց արդեն հստակ հիմքերի վրա, հստակ փաստաթղթերով ձևակերպված։ Խնդրեմ արձագանք։ Շնորհակալություն պատասխանի համար, պարոն Հակոբյան, իհարկե ես ինքս դա տեսնում եմ եւ օրենքի ուժով եթե որևէ պաշտոնյա դա չի անի, ինքը պատասխանատվության կենթարկվի, եթե կուշացնում ենք հասկանանք կոնկրետ ով պետք է պատասխան տա, սա շատ կարեւոր է եւ երկրորդը մենք հաճախ հանդիպում ենք հետեւյալ երևույթներ, որ երկակի նշանակության որոշակի ապրանքատեսակներ կան, որի հետ կապված բավականին բարդ ընթացակարգով է ընթանում, ճշտելու համար վերջնականապես սա կարելի է թե չի կարելի, եւ նաեւ գիտեք երկար ժամանակ այդ վեճը կար, որ եւ ինձ դեպի այն քաղաքացիներ, որ այն 25 կիլոից որ թույլատրվում էր քաղաքացիների հետ նվազեցվել է, կարծեմ թե իրենք դիմելով, ես նոր եմ ստացել նորից մեսենջերից, հենց նորից ուղարկեցին, որ քաղաքացին անհատապես իր հետ 25 կիլոգրամից ավել կարող էր մինչև 25 կիլոգրամ բերել ապրանք, հիմա չի կարելի ինչ-որ դա կրճատվել է քանակը, կա նման բան, թե ոչ քաղաքացու պատասխանելու համար եմ խնդրում պատասխանեք։ Շատ լավ, նախ երկակի հետ կապված բնական է, որովհետև դա հատկապես սանկցիաների ծավալների, աշխարհում սանկցիաների ծավալների մեծացան պայմաններում բոլոր երկրներն այդ համակարգը ներդրել, ու դուք գիտեք կա թույլտվություններ տրամադրելու ընթացակարգ մասնավորապես էկոնոմիկայի նախարարության կողմից, այսինքն այդ ընթացակարգերը շատ հստակ են, բայց մեր տեսանկյունից հատկապես վերջին 1 տարվա ընթացքում դա տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, 24 թվականի վերջում կամ ընթացքում երկակի եզրակացությունները, որտեղ շատ մարդիկ չգիտեն օրինակ դա երկակի է, թե երկակի չէ։ Դրա հետ կապված մենք բազմաթիվ դեպքերում մենք ինքներս մաքսային մարմին է, այսինքն այդ ուսումնասիրությունը անում է ու աջակցում է, որպես ինքը արագ հասկանա եւ այդ ընթացակարգը հնարավորինս արագ կազմակերպվի։ Ինչ վերաբերում է 25 կիլոգրամի, մենք պետք է փորձենք մեծ առանձին հասկանալ, թե ինչ դեպքի մասին է խոսքը, որովհետեւ անձնական չափականակների հետ կապված վերջին շրջանում որպես այդպեսին վերանայումներ չեն կարող։ Մի հատ հասկանանք, թե ինչ ապրանքների եւ որ ցամաքային կետով անցնելու թե օդային դեպքն է, առանձին լուծում կարող ենք տալ դրան։